Յուրաքանչյուր ամիս այս 10 տարիների ընթացքում 2.5 միլիոն դրամի կարգի շահույթ է ունեցել, որը փոխանցել է իր հիմնադրին։ Այսինքն այդ գումարը, որը տենց մեծ հայտարարում են $700,000, 267 միլիոն դրամ, 66, դուք էլ գրել եք դրամը դարձրել եք դոլար արդեն, դա այդ ընկերությունից փոխանցված շահույթն է իր հիմնադրին 10 տարվա ընթացքում։ Ինչ ասում դատախազությունը, ասում է, քանի որ ինձ հայտնի չեն, իրավասու մարմնին հայտնի չեն տվյալներ, թե այդ ընկերությունը ինչ կարգի ներդրումներ է իրականացրել, հետևաբար չի երևում այդ ներդրումների աղբյուրները, այդ ստացած շահույթը համարում ենք ապօրինի, եկեք դատարանում ապացուցեք։ Հիմա ես հարց եմ տալիս, եթե դուք չեք ուսումնասիրել, եթե դուք չգիտեք, ես տեղից պաշտոնապես ասում եմ, որ այդ ընկերությունը որևէ դրամ ներդրում չի արել, որովհետև դա ընդհանրապես կառավարող ընկերություն է եղել, վարձակալել է հյուրանոցներ եւ կառավարում է իրականացրել, որտեղից շահույթ է ստացել։ Այսինքն այս շոուն, որը անում եք անիմաստ, առանց ուսումնասիրելու, առանց այդ տեղեկությունները իմանալու, դրա նպատակը ո՞րն է։ Պարզ բան, որ այս ամբիոնից հայտարարեն, տեսեք, գողերը, թալանչիները, սս թվեր հրապարակեն, բայց տակը ոչ մի բան չկա, սա ընդհանրապես շոու է, որը կարճ ժամանակ հետո բոլորին պարզ կդառնա։ Նույնիսկ ասում եմ, իրենք իրավունք չունեին այդ ժամանակաշրջանի հետ կապված բարույթ հարուցեն, որովհետև օրենքը ասում է, որ պաշտոնը ստանձնելու օրվանից հետո ես պաշտոն Ժորժան չեմ ունեցել, հեռավոր ազգակցական բարեկամ էլ չեմ ունեցել։ Ու եթե այս իշխանությունները 7 տարի փնտրեցին, ինձ գտան, որ ես եմ կոռուպցիան եռալ, ինչ ասեմ, մեղք են սրանք։ Այսինքն ճիշտ հասկացանք, Աննա Վարդապետյանին փող չունեք տալու։ Իհարկե չունեմ որևէ մեկին տալու, որովհետև դա ապօրինի չի եւ շատ կարճ ժամանակ հետո երբ որ ես նույնիսկ դատարանի պահանջ էլի հիմա չունեմ որ ասեմ, օրինակ այնտեղ գրած է 3 անշարժ գույք Երևանում, ես 3 անշարժ գույք անկեղծ եմ ասում չունեմ Երևանում։ Հիմա ուզում չէ այնտեղ ասում է 3 անշարժ գույք Երևանում։ Ես Երևանում ունեմ մի հատ բնակարան, մի հատ պարկինգ մեքենայի ավտո կայանատեղի։ Հիմա երրորդը ինչի մասին, անկեղծ չգիտեմ, որ թղթերը ունենամ, հասկանամ։ Հա? Չէ, ուղղակի դա խնդիր կա, որ նվիրեմ կնվիրի Ալիևին, դա պրոբլեմա թե չէ։ Այսինքն հաստատ պետությանն էլ չի մնալու, Պարոն Սաղաթելյան, այսպես ասում եք 18-ից առաջ չեք ունեցել պաշտոն, բայց հավանաբար դա նաև իրենք գիտակցում են, բայց այսպես ասում եք շոու են անում, ցույց տալու, այսպես նախկինների բանը։ Իրանք ուսումնասիրությունը այլ ժամկետների մեջ են վերցրել, տեսել են այդտեղից ոչ մի բան գլուխ չեն հանում, չի ստացվում, հետո էլի են առաջ են տարի առաջ գնաց հասել են 2008 թիվ։ 2008 թիվը որտեղից է գալիս։ Ես եղել եմ ազգային ժողովի փոխնախագահի օգնական։ Իմիջիալոց ինձ չեն մեղադրում պաշտոնական դիրքը չարաշահելու, կաշառք տալու, կաշառք վերցնելու, հարկեր թաքցնելու մեջ։ Ուղղակի ասում են, տեսել ենք գույք ունես ու այդ աղբյուրը չի երևում, արի ապացուցի։ Գործ ուղարկել են դատարան, գնա հերթով սկսի ապացուցել։ Իհարկե ամեն ինչի ձեռք բերման եւ փաստաթղթերը կա, եւ աղբյուրները կա, եւ մնացածը, այստեղ խնդիր չի լինելու։ Խնդիրը շոուն է ու այս տհաճությունը, որ ամբողջ ընտանիքիդ, հարազատներիդ քուր, եղբայր, հարս, կին, հայր, մայր, սաղի ունեցվածքի վրա կալանք են դրել, հաշիվները սառեցրել, սենց մի հատ շոու են անում ու մարդկանց կերակրում են, տեսեք, հերթական գողին բացայտո գողնել եք դուք, թալանչինել եք դուք, ու այս դալիճում նստած ձեր ՔՊԱ-ականներ ես, ում հետ եք տարե համեմատում ես։ Այսինքն դա Այո։ Փող չունեք։ Հիմա դա գուցանում են նույնիսկ պարգևատրումների սկանդալի ֆոնին, որպեսզի քանի որ մեծ հանրային դժգոհություն առաջացրեց, գուցե դա անում են այդ իրենց օրինական թալանը իրենք անում են այն, ինչ արել են 7 տարի մարդկանց, ես ասել եմ, նրանք ովքեր բարձր դիրք են ունեցել, հաճախ այդ պաշտոնը դրա համար օգտագործել են, իրենք իրենց հետ հաշտ, խաղաղ, երջանիկ կիսվում ու ապրում են։ Այսինքն ես նորից եմ ասում, Ժորժան, մարդ, որպեսզի կարողանա գողանա, թալանի, պետական տենդերից չեմ մասնակցել, պաշտոն չեմ ունեցել, պետք է ունենաս այդ պաշտոնը, որ կարողանաս օգտագործես, հեռավոր ազգակցական պաշտոնյա բարեկամ չեմ ունեցել, բայց այս մարդիկ չեն ուզում համակերպեն այն մտքի հետ, որ մեր երկրում եղել են, դե չէ իրանք
այդ փոք խոսնակ եղած օրվանից մինչև հիմա ինչ անշարժ գույք ձեռք բերել եմ, տալիս եմ իրանց։ Այսինքն, որտեվ իրանք անընդհատ ասում են ազգային ժողովի փող խոսնակը պատգամավոր բան, տպավորությունն է, որ սենց այս ընդդիմադիր իրավիճակում թալանել ենք $700,000 մեկից, բայց ինչ որ բան է ասում, միտքս կտրվեց, հա։ Լավ, խնդրեմ, հեսա քիչ։ Գիտեմ, ես մի փոքր ուսումնացա կարող անդրադարձել եք, այդ բենսի այցը ինչ տվեց Հայաստանի։ Ինչ ուղիղ անցում, այսին թեման փակել է արդեն Վենսի այցը, ամբողջ մամուլի առաջի էջերում ես եմ։ Ակցիայի իրականացում գեյների վերադարձյալ այս հարցը բացվում կբարձրաձայնի, այսը կփոխանցի հույս ունենանք, որ կբարձրաձայնի, վստահ չեմ իշխանությունների այդ հարցով որքան են հետևողական եղել, բայց հույս ունենք, որ այս հարցում առաջընթաց կունենանք։ Պարոն Սաղաթելյան, Ռոբերտ Քոչարյանն իր վերջի ասուլիսում չէր բացրել, որ գործող դաշինքը կպահպանվի, բայց ըստ էության վերջնականն էլ չէր հստակեցրել։ Կա այս առումով հստակեցում եւ դաշնակցությունը հակված է, որպեսզի նորից իր 100-ամյա կուսակցության առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը լինի։ Այստեղ ուզում եմ ձեր համար հստակ լինի, Ռոբերտ Քոչարյանը հայ-աղափական դաշնակցության առաջնորդը չի, ոչ ինքն այդ մասին ասել, ոչ էլ մենք ենք ասել։ Դաշինքը վարչապետի թեկնածուն, դրանք տարբեր բաների մասն է խոսքը։ Երկու միավոր համատեղ կնքում են դաշինք նպատակի շուրջ եւ գոյություն ունի վարչապետի թեկնածու։ Մենք ասել ենք, որ արժևորելով Հայաստան խմբակցության գործունեությունը նպատակ ունենք պահպանելու եւ այդ ուղղությամբ բանակցություններ, քննարկումներ են տեղի ունենում։ Հենց պահին որևէ խնդիր դժվարություն չկա, ըստ ժամանակի այդ մասին մենք կհայտարենք։ Նաև խոսել ենք, որպեսզի շատ բարձ պատճառով դրան էլ ենք շատ մանրամասն անդրադարձել, որովհետև մենք գնահատում ենք, որ նախ խնդիր չունենք շեմը հաղթարելու առանձին մասնակցելու դեպքում։ Մենք այն ուժերի թվին չենք պատկանում, որ չենք կարող շեմը հաղթարել, բայց մենք ունենք ոչ թե խորհրդարան անցնելու 4, 5, 6 կամ նույնիսկ 10 պատգամավոր ունենալու խնդիր, այլ մենք խնդիր ունենք ընդդիմադիր դաշտում ստեղծել խոշոր բլոկներ, ովքեր իրենց ուժերը կմեկտեղեն հնարավորությունները, ավելի լավ արդյունք կգրանցեն եւ կարողանանք այս չարիքի իշխանությունից ազատվել։ Այս նպատակից ելնելով, այո, մենք մեր օրինակով ցույց ենք տվել եւ գտնում ենք, որ քաղաքական դաշտի մյուս ուժերը եւս պետք է գնան խոշոր բլոկներ ստեղծելու, միավորելու ճանապարհը, որտեղ ակնհայտ է կան ընդդիմադիր բավականին լավ ուժեր, թարմ իրենց գաղափարներով, իրենց թիմերով, բայց ակնհայտ է, որ իրենք շեմը հաղթարելու դժվարություն ունեն։ Հիմա ինչ կարիք կա գնալ այդ քվեները փոշիացնել։ Մենք առաջարկում ենք, քննարկում ենք, խոսում ենք, որ կամ այդ ուժերը միավորվեն միմյանց հետ, կամ խոշոր բլոկներում, որպեսզի կարողանանք ընդհանրապես մեր խնդիրը լուծենք։ Որևէ ընդդիմադիր ուժ, եթե գնա ընտրության, հավաքի 49%, ունենա ամենաշատ ընդդիմադիր պատգամավորները, բայց ընդհանուր ընդդիմությունը չհաջողի, այսինքն այս իշխանությունը շարունակի մնալ։ Դա մենք կգնահատենք խորը ձախողում։ Հետևաբար ճիշտ ենք համարում, հաշվի առնելով երկրի առջև կանգնած մարտահրավերները, ամբողջ խնդիրները, իրոք միավորել ուժերը եւ հասնել հաջողության։ Դուք տեսնում եք։ Մենք Հայաստան դաշինքի հիմքի վրա տարբեր ուժերի անհատների հետ քննարկումներ ունենք։ Մինչև սա վերջնական չլինի այդ մասին խոսելը ճիշտ չէ։ Խոշոր ընդդիմադիր ուժերից Սամվել Կարապետյանի թիմը բացառում է ուղիղ համագործակցությունը գոնե նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ։ Մենք գտնում ենք, որ շատ նորմալ է, երբ որ տարբեր ընդդիմադիր միավորներ փորձում են իրենց ծրագրերով առանձին մասնակցել, բայց գտնում ենք նախընտրական շրջանում կան կարևորագույն հարցեր, սկսած ընտրությունների օրինականությունը հսկելուց, վերջացրած քաղաք բանտարկյալների պաշտպանությունից, հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցել, իսկ հետընտրական շրջանի համագործակցությունը կյանքը եւ ժամանակը ցույց կտա։ Կհասկանանք ով ինչ ներգրավվածություն ունի, ինչ ծավալով եւ կտեսնենք։ Մեր մոտեցումը ստեղ եղել է շատ հստակ։ Եթե մեր համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռացումը, մենք պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցել եւ այդ ակնկալիքը ունենք նաեւ մյուսներից։ Այս նախընտրական շրջանում, գիտեք, շատ բնական է, որ ամեն մի միավոր հանդես է գալիս իր ծրագրերով, ասում է ես իմ ձևով կգամ ավելի լավ կանեմ,
եւ իրենց ցանկի առաջի համարը կամ իրենց ներկայացրած տեխնացուն ներկայացնում են, որ լավագույնն է։ Սա շատ բնական, նորմալ քաղաքական process։ Պարոն Սաղաթելյան, Ռուսաստանից վերադարձած Ալեն Սիմոնյանը այսօր ակնհայտ մեղմ տոներով էր խոսում, այսպես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, ինչ է կարծում, սա ընտրությունների հետ կապ ունի, իրենք հասկացել են, որ ռազմավարական դաշնակցի այստեղ Հարավային Կովկասում Գիտեք, եկեք ավելի բան ասեմ, էլի առավոտից իրիկունս տեղից գոռում են, մեզ մեղադրում են հիբրիդային պատերազմի, Ռուսիա ագենտներ, չգիտեմ, ռսա ինչ են ասում։ Հասնում են Կրեմլի շրջակայքում, սկսում են այնտեղ կոշիկներ լիզել։ Ու ինչ ստեղ ասել են, ամբողջությամբ փոխել ու հակառակը ասել, էս են սրանք։ Այսինքն գան այստեղ խոսան, հենց Լավրովը կլինի օգտեն, տեսնել սկսել լիզել։ Այն որ հիշում եք մի ժամանակ ամբիոնից ասում էր լիզում են, իսկական լիզո, իրանց համար իմիջիալոց իշխանությունը պահելու համար հեչ տարբերություն չկա, Մակրոնի կոշիկները կլինի Ալիևի, Էրդողանի, թե Լավրովի, այսինքն լիզելու բանը լինի, իրանք այդ անում են իրենց իշխանությունը պահելու համար։ Եթե դա օգնելու է իրենց իշխանությունը պահելու, իրանք ամեն ինչի պատրաստ։ Մեզ ինչ եք դա բանը։ Եկեք այս լիզելու թեման թողնենք։ Պաստորեն Վենսը հայտնեց Փաշինյանին, բարեկամ կոչեց, ասեց մեր բարեկամ վարչապետը, նաև ընտրությունները հիշատակեց։ Այս աջակցությունը, որ ԱՄՆ-ից ունի, Եվրամիությունից ունի, ինչ հնարավորություններ ունի այս դեպքում ընդդիմությունը իշխանափոխություն անելու։ Գիտեք, Հայաստանում իշխանությունը ձևավորում է հայ ժողովուրդ։ Ամենակարևոր բանը չունի ժողովրդի աջակցությունը։ Հիմա պարզ է, որ Էրդողանն էլ հիմա Ալիևը ընտրակաշառք է բաժանում, դարել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետը, ցորային, չգիտեմ, բենզին, այս առաջկայում նոր բաներ կուղարկի, այսինքն ինչ կա, այդ առևտուր չի, դա ուղիղ ընտրակաշառք է, որի դիմաց վճարելու ենք տարածքով եւ արյունով։ Այդ անելու են, բայց այդտեղ խնդիրը հետեւյալն է, մեր ժողովուրդը ընդունելու է դա թե ոչ եւ արդյոք ժողովուրդը աջակցելու է թե ոչ։ Եթե ժողովուրդը չաջակցի ու ես կարծում չի աջակցելու, ով դրսից ասում են արժևում կկնքվի, Վենսը եկավ Հայաստան, պայմանավորվածամանը չի ազդում ժողովրդի որոշումը։ Դա ժողովրդին խաբելու միջոց է։ Նիկոլ Փաշինյանը խաղաղության օրակարգ չունի։ Ինգիա կառավարման 8 տարիների 5 տարիները շարունակ եղել են զիջումների, կորստի ու ողբերգության տարիներ, իսկ վերընտրվելուց հետո շարունակելու հանձնել։ Երբ որ իրանցից մեկին տեսնեք, խնդրում եմ ուղիղ հարցրեք։ Այն որ ասել եք Հայաստանի տարածքում տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, խոսքը ինչի մասին է։ Այսինքն արդյոք պատրաստվում եք օրինակ Տիգրանաշենը հանձնել։ Մարդը ուղիղ հայտարարել է, չէ՞, եթե վերընտրվեմ, հանձնելու եմ։ Հետևաբար ինչ խաղաղության օրակարգի մասին է։ Դա հերթական զիջումների շարունակական հանձնելու ասել են արդեն այդ մասը ու այնքան խիստ է եղել այդ պահանջը, որ չեն կարողացել թաքցնել։ Հիմա առաջիկայում կհրապարակեն սահմանադրության տեքստը, կփորձեն Ալիևին վստահեցնել, որ հանգիստ եղի, ինչ ասել ես, հետևողականորեն կատարում են։ Ես չեմ բացառում, որ պայմանագիրը ստորագրեն, որ փաթաթեն հաջորդ խորհրդարանի վրա եւ ասեն, տեսեք, խաղաղությանը մոտ են, բայց պետք է հասկանանք, Նիկոլ Փաշինյանը խաղաղության թշնամին է։ Սաղաթելյան եկեղեցու դեմ արշավում ակնհայտ է եւ Կիրակի օրվա այսպես ասած կեղծ պատարակներ ցույց տվեց, որ նա հանրային աջակցություն չունի, արդեն շատ գաղտնի պայմաններում է գնում, որպեսզի անգամ թիմակիցները չգնան։ Սա էլ է ցուցիչ, որ հանրային աջակցություն այս հարցում եկեղեցու դեմ հարցում չունի եւ ըստ փորձագետների ասում են, եթե ինքը տապալվի այս եկեղեցու դեմ արշավում, դա նաեւ ընտրական գործընթացի վրա կազմի, այսինքն մեսիջ կլինի բնակչությանը, որ ինքը չունի այդ աջակցությունը։ Սա ինչպես է։ Գիտեք, այն որ եկեղեցու հարցում խոպծանր քարի է հանդիպել, այդ ակնհայտ է։ Այն որ այդ շրջիկ թափառախումբը չի կարողանում մարդ գեներացնել բացի ինչ-որ շատ նեղ քպեական շրջանակներից, դա եւս ակնհայտ է, որտեղ իրոք դժվար է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարել ու հաջողել, բայց որ ինքը շարունակելու է այդ պայքարը եւ փորձելու է հատկապես Վենսի այցից հետո նոր զարգացումներ լինի այդ ուղղությամբ, դա եւս կանխատեսվող է, որ ինքը դա որքան կարողանա շարունակելու է, որովհետեւ դա Ալիևի հերթական պահանջներից մեկն է, ու սա ամենևին չափազանցություն։ Այսինքն Վենսի այցը իրակ փորձում էին
խառնվի։ Դե այստեղ փորձում է ծանոթ եմ, այստեղ փորձում է պատասխանատվությունը նաև ազգային ժողովի վրա դնել ու ԿՊ խմբակցությանը եւս ամբողջությամբ ներգրավել այս հակաօրինական պրոցեսի մեջ։ Կարող է այս հարցը ազգային Չեմ բացառում, ինչ ասես, իրենք սահմանադրական կարգ էս իմաստով վաղուց տապալել են, իրենց բոլոր գործողությունները հակաօրինական են, հետևաբար այն որ վաբանկ վիճակ է, էլի շարունակելու են ինչ կարող են այս ուղղությամբ։ Վենսի այցից առաջ իրենք փորձել են այս թեմաները Այո, որովհետև մի շարք բաներ հաշվի առնելու։